Չեն պատասխանում։ Իշխանության հետ ում հետ կապ եմ ստեղծում, հենց բարև եմ տալի, բարև եմ ասում, ու էլ չեն խոսում հետս։ Հենց իրանց դեմը հարց եմ դնում, էլ հետս չեն խոսում։ Հասկանում եք դա ինչ է նշանակում։ Մարդկանց դեմը հենց դնում եմ իրականությունը, որ ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, մարդիկ էլ հետս չեն խոսում։ Մարդիկ մտածում են, ես այլ մոլորակային եմ։ Այլ մոլորակից եկել եմ, ստի ուզում եմ մի բան հաստատեմ, որը դա ֆանտազիայի մեջ է, ֆանտազիայից դուրս բան է։ Ոնց կարան մարդիկ կառավարեն իրենց պետությունը, հասկանում եք։ Տենց բան ասում է, դա ֆանտազիա է, ոնց կարան մարդիկ կառավարեն։ Ոնց կարան այդ մի խումբ մարդը կառավարի պետությունը։ Նույն ձևի ժողովուրդը կառավարի, ինչ է եղել որ։ Նույն ձևի յուրաքանչյուր մարդ կարա։ Դրա համար հենց իշխանությունների հետ ում հետ խոսում եմ, հենց բարև եմ ասում, ու ասում եմ ինչ պետք է անվենք, այս մարդիկ սեկրետ են ընկնում։ Սենց ճղքը փակվում են։ Այն որ ասում է պապանձվում են, հիմա այդ է, իրականում պապանձվում են, չեն իմանում ինչ պատասխանեն։ Այդ էս դրություն է, իշխանության հետ։ Չեն ուզում հետս շփվեն։ Ում հարց են տալի, փախնում է, կորում է։ Էմմա Ավագյան, Էմմա ջան, շնորհակալություն որ գրեցիք։ Շատ ուրախ եմ, Էմմա ջան։ Դուք թոշակառու եք, դա էլ գրեք։ Էմմա ջան, դուք իմանամ թոշակառու եք եւ խորհրդանից եք, այսինքն վիրտուալ խորհրդանից եք, թե ուղղակի հանդիսատես եք, առաջի անգամ եք։ Բա այդպես դրություն է, մարդկանց հենց սկսում եմ խոսալ, մարդիկ փախնում են, չգիտեմ ինչ պատասխանեն։ Ու այն ախր խնդիրն է, որ մոտիկներն էլ են տենց, հարազատներն էլ են տենց, մարդիկ չեն հասկանում ինչ եմ ասում, այսինքն հասկանում են, լավ են հասկանում, բայց իրանց ուղեղի մեջ չի մտնում, ոնց կարա տենց լինի։ Ու հասկանում են, որ պարզ բան է, իրականում շատ պարզ բան է, որ կարա իրականում տենց լինի ու ամբողջովին փոխվի, ֆունդամենտալ փոխվի մեր կյանքը։ Իրականում, սենց մի հատ վինտիկի տեղ ենք փոխում, վինտիկը փանում ենք, դնում ենք ուրիշ տեղ, այս ներկա համակարգը սենց սաղ փլուզվում է ու նորն է գալի։ Հասկանում եք, տարբերությունը որն է։ Մարդիկ ժամանակ ապետ, որ այդ ամեն ինչը հասկանան։ Բայց որ հասկանում են, այ մարդ ասում են, իրականում սա այն հնարավորությունն է, որ իրականում կփոխի էլի բոլորիս կյանքը իրականում։ Եթե բոլորը սկսենք մենք որոշումներ կայացնենք, այլ ոչ թե մի խումբ մարդիկ, իրականում մեր կյանքը կփոխվի։ Հիմա յուրաքանչյուրը, ով հասկանում է ինչա վիրտուալ խորհրդանը, կարա գրի իրականում, մի հատ գրեք էլի, հասկանում եք ինչա վիրտուալ խորհրդանը։ Այսինքն ժողովուրդը, բոլորը քաղաքացիները իրանց քվեով ամեն օր որոշում են ապագան, ծրագրավորում են իրանց ապագան։ Շատ պարզ բան է, շատ։ Քվեարկությունների միջոցով ընդունում են օրենքներ, թե որ օրենքներով են ուզում ապրեն, թե ոնց են ուզում իրանց փողը ծախսեն։ Իրականում պարզ բան է, բարդ բան չկա, բայց դիտի այս պարզության մեջ մի հատ խորը փիլիսոփայություն է, գիտեք որն է, որ ընդում ես այդ քվեարկությունների բաժին ու կարդում ես, ես մեկ սենց որ ազատ եմ ելնում, մտնում եմ ու կարդում եմ ժամերով, թե մարդիկ կառուցում են մի համակարգ, իրանց քվեարկություններով կառուցում են մի համակարգ, որտեղ ուզում են ապրեն։ Ու սենց խորանում ես, մտածում ես, էլի իրականում այդ ինչ ձևի կյանք կլինի, այս մարդիկ որ սենց քվեարկում են, իրականում ես ինչ կյանք առնելու։ Ու հասկանում ես, որ թիվ առաջի արժեքը դառնում է քաղաքացին, մարդը,
Արդար միջավայրը, համախոհվածությունը, ազատությունը, իրականում ֆունդամենտալ դες հասարակ պարզ բան, հա, բայց փոխում է, 180 աստիճան փոխում է բոլորի կյանքը, փոխում է բոլորի մտածելակերպը, ոնց որ մի հատ պապիկ ունեի, գրել էր մեկնաբանությունում, ասում էր ես զարմանում եմ, բոլորը, ասում է, բոլորը, ամեն մեկը մտածում է իր անձնական շահի համար, իսկ դու մտածում ես բոլորի համար, ասում եմ ուղեղի մեջ չի մտնում դա, դա հենց այդ է մտքի փոփոխությունը, հենց հեղափոխությունը, բոլորի համար, դա հենց այդ է, այս ներկա համակարգը հենց է կառուցված, որ բոլորը մտածեն իրանց անձնական շահի համար, իսկ վիրտուալ խորհրդարանը այն համակարգն է, որ յուրաքանչյուրը մտածում է բոլորի համար, դա է հեղափոխությունը, դա է մտքի փոփոխությունը, որ յուրաքանչյուր մարդ արդեն մտածի բոլորի համար, դա հենց փոփոխության հիմքն է, սա է հեղափոխությունը, ու որ այդ ու որ կարծում ես, նստում կարծում եմ, չէ, այս քվեարկությունները, ու հասկանում ես, թե ինչ ես ուզում, թե ինչ ես կառուցում, այսինքն դու ստեղծում ես մի ճանապարհաքարտեզ, որի ուղղությամբ գնալու ես, ծրագրավորում ես քո ապագան, էլի, ստեղծում է այդ քվեարկություններով մի գաղափար, որը հիմք է դնելու այս նոր համակարգի, այսինքն ամեն ինչը թափանցիկ է, մարդիկ մտնում կարդում են, հասկանում են, որ իրականում սա ինչ է կատարում, այդ որ գաղափարներ են առաջարկում անհասկանալի, Նիկոլն առաջարկում, եսի միշտ նոր գաղափարախոսություն, իստեղ այս ամեն ինչը պարզ դրած է բոլորի առաջ, թե մարդիկ ինչ պետք է կառուցեն, բոլոր գաղափարախոսությունը, ու բոլորը ժողովուրդն են կառուցում, հասկանում եք, ոչ թե մեկն է այդ գաղափարախոսության հիմքը, ժողովուրդն է գաղափարախոսության հիմքը դառնում, ինքը իր քվեարկությունների միջոցով կառուցում է այդ ամենը, սա է փիլիսոփայությունը, այսինքն այն գործիքները կառուցման շինարարի տրվում է ժողովրդին, ժողովուրդն է կառուցում այն համակարգը, որտեղ ինքը պետք է ապրի, իրանից հետո իր երեխեքը պետք է ապրեն, ու սենց այդ է, հիմքն էլ արդարությունն է, սա եթե ներկա համակարգում բոլորը քաշքշում են իրար կողմ, այստեղ ընդհակառակը բոլորին համախմբում է իր շուրջը, չկա քաղաքական կուսակցական շահեր, չկա անհատական շահեր, չկա արտաքին շահեր, կա միայն ժողովրդի շահը, սա է հենց կարևորը, հիմքը հենց սրանից է սկսում, դու պատկերացնում եք, մենք բոլորս իրար հետ կառուցում ենք մի համակարգ, որտեղ ուզում ենք ապրենք, ու բոլոր այդ օրենքները միասին ենք ընդունում, ոչ թե կուսակցություններ մի խումբ մարդիկ են ընդունում, այլ մենք բոլորով ստեղծում ենք այդ համակարգը, քար դնելով ամեն օր քվեարկելով մենք որոշում ենք այս հարցը օրինակ նայեք, հեսա ասեմ, ես հիացած եմ, կարող է վիրտուալ խորհրդարանի նոր կառավարման մոդելը, կարող է վիրտուալ խորհրդարանի նոր կառավարման մոդելը նպաստել Հայաստանի զարգացմանը, այսինքն եթե բոլորս քվեարկությունների միջոցով մենք բոլոր որոշումներն ենք կայացնում,
Դա ավտոմատ ցույց է տալիս ժողովրդի ինչ ուղղությամբ է զարգանալու, չէ՞։ Ժողովուրդը արդեն ամենաիմաստունը հենց ժողովուրդն է, իր հավաքական բանականությունը եթե հավաքում է, ինքը դառնում է ամենաիմաստունը։ Ու ինքն է որոշում է տնտեսությունը ոնց է զարգանալու։ Ինչ ծրագրերի վրա է իր բյուջեն ծախսելու։ Դուք հասկանում եք ֆունդամենտալ ոնց այս ամենը փոխվում։ Պարզ բան է, չէ, հասարակ բան է, մենք ընդամենը ինչ ենք անում։ Խոսքի մի հատ քվեարկություն ենք անում, բայց դե սա ֆունդամենտալ փոխում է մեր կյանքը։ Ֆունդամենտալ։ Կամ հեսա մյուս քվեարկություն։ Ու սա 82% կողմ են սրան։ Սա մի հատ հիասքանչ, մի հատ արդյունքներ է տալի։ Ու սա ցույց է տալի, որ մեր հաղթանակը առջևում է։ Մենք առջևում ենք, այսինքն մենք տենում ենք այդ հաղթանակը, որ պետք է վերցնենք մեր ձեռը բոլորովս։ Հիանալի բան է, չէ՞։ Հեքիաթ է թվում, բայց սա իրականություն է, որը սկիզբը դրել ենք, էթում ենք այս մի ամիս արդեն, հեսա վաղը կլինի մի ամիս։ Մի ամսվա ընթացքում հավաքվեց 1500 հոգուց ավել մարդ, ահագին մարդ արդեն մասնակցում են քվեարկություններին, մեծամասնությունը կարելի ասել ծանոթանում է, որպես դիտորդ, հա, բայց ով որ հասկանում է, արդեն մտնում է, ոնց որ ասած, ակտիվանում է։ Սկսում է մեկնաբանել, որտեղ ինքը հասկանում է, թե ինչ է կատարվում, թե ուր են գնում ու ինչ են կառուցում։ Նայեք, վիրտուալ հաղորդարանը կարող է համախմբել Հայաստանը, Սփյուռքը եւ հայ ազգը։ Ինչ է կարծում։ Մենք համախմբենք, չէ՞։ Սենց աշխարհի ծրված հայերով մենք իհարկե կհամախմբենք։ Մենք բոլորին հետ կբերենք տուն, Հայաստան։ Սա այն գործիքն է, որ այդ հնարավորությունը տալիս է, որ բոլորս համախմբվենք։ Բոլորիս բանականությունը մեկ սարքենք, մտածելակերպը մեկ սարքենք ու հավաքվենք միտեղ ապրենք։ Այդ ծրվածությունը համայն աշխարհով մենք վերջը կտանք։ Մենք կգանք բոլորով մեր երկիրը կապրենք։ Բա սա հրաշք մի կարելի ասել ծրագիր է, գաղափար է, գործողություն է, չգիտեմ ոնց է դա դու գնահատեք։ Բայց իրականում սա հեքիաթ է իրական։ Աստծո տված է։ Մենք պետք է այս ամենը օգտագործենք, որ մեր կյանքը ֆունդամենտալ փոխենք։ Փոխենք մեր ապագան, դուրս գանք այս ճահիճից։ Ու 92%-ը քվեարկությանը ասում է, այո, սա մեր ազգի միավորման նոր ճանապարհն է։ Դուք հասկանում եք ինչ է։ Ժողովուրդ ջան, դուք բոլորդ արդեն գիտեք, որ էսի մեր ազգը կհամախմբի ու համախմբում է։ Հիմա այս ինչ անում են, համ Ռուսաստանից են նայում, համ Ամերիկայից են նայում, համ Նորվեգիայից են նայում, աշխարհի բոլոր հայերի հələ քիչ են, բայց ընթացքում քիչ-քիչ ավելանում են։ Էթալով սաղ կնայեն, չէ՞։ Կնայեն, կհասկանան, թե ես ինչ է կատարվում, ես ուր են գետալու։ Քիչ ենք հիմա նայում, բայց դե էդ էլ ժամանակի հարց է, սաղ էլ կտենան, կհասկանան, որ սա համախմբան ճանապարհ է։ Վիրտուալ խորհրդանը իրոք համախմբան ճանապարհ առաջի հերթին։ Երկրորդը զարգացման, տնտեսության զարգացման, պետության հզորացման։ Սա այն ճանապարհն է, որը ստեղծում է քաղաքակիրթ մի հատ հասարակություն։ Այսինքն մեր քվեարկությունների միջոցով մենք ստեղծում ենք նոր հասարակություն, որտեղ մենք յուրաքանչյուր հարց քաղաքակիրթ ձևով քվեարկությունների միջոցով լուծում ենք։ Սա մեծ հաղթանակ է։ Մեծ հաղթանակ է։ Քվեն դառնում արդեն ամենահզոր զենքը։ Ոչ թե ուրիշ ավտոմատ կամ եսի ինչ, ոչ, մարդու քվեն դա դառնում ամենահզոր զենքը։
5 հոգի նայում եք, խնդրում եմ, գրեք ձեր անունները, Էման ամենակ գրեն, Էմա ջան, շնորհակալ եմ, որ գրեցիր։ Հասկանում եք տարբերությունում ինչ անելու։ Սա մի գործընթաց է արնելու, ճիշտ է, երկար տարիներ է տևելու, որ իդեալին հասնի, բայց արդեն հասկանալի է, որ այդ ճանապարհը տանելու է ուր, այն երազանքի աշխարհը, որ սա կյանքը մարդը երազում է, որ ապրի, որտեղ կա արդարությունը։ Մեր պետությունը եթե ընդունում է այս գաղափարը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, եթե ընդունի այս գաղափարը, սա կդառնա աշխարհի միակ երկիրը, որ ամենաարդարն է անելու, որտեղ հենց ուղիղ, որտեղ առանց միջնորդների պետությունը կառավարելու է հասարակությունը։ Չի ներվել միջնորդներ, դեպուտատներ կամ ինչ, հենց ուղիղ քաղաքացու կողմից ուղիղ կառավարում է դառնում սա։ Քաղաքացին դառնում է հենց որոշողը, յուրաքանչյուր քաղաքացի։ Ինքն է դառնում կառավարիչ իր պետության։ Ինքը դառնում է այն մասնիկը մի ամբողջության։ Սա իրոք հաղթանակ է։ Իրոք մեծ հաղթանակ է մեր ազգի համար։ Սա այս գաղափարը ճիշտ է նոր է ծնվել։ Նոր որն է, արդեն միջով օգոստոս ամսից է, բայց նոր դրվել է ինքը գործնական փուլի մեջ արդեն մի ամիս է։ Մի ամիսի 29 օր է։ 29 օր էլ չի, 27 օր է։ 27 օրում հավաքեց 1500 մարդ, օրգանիկ։ Առանց փող ծախսելու, առանց բանի։ Մարդիկ համախմբան, միացան, ու քիչ-քիչ իրանք սկսեցին կառուցելը։ Իրանց օրենքները, իրանց ապրելակերպի ձևը, իրանց քաղաքակրթությունն են հիմա իրանց քվեարկությունների միջոցով կառուցում։ Բա հասկանում եք ինչ ենք անում մենք։ Մենք իրականում որ նայում ես չի խաղ է երևում։ Ինչա որ մի հատ քվի է էլի։ Ինտերնետում, YouTube-ում մի հատ քվի ենք խփում ու всё։ Բայց դի սա հենց այդպես չի էլի։ Սա հենց խորքային պետք է մտածես, հասկանաս այս քվեները այսքան որ տալիս եմ, ինչի համար եմ տալի, ինչ եմ անում ես այս քվեով։ Ու դու երբ որ ամբողջ ուսումնասիրում ես, հասկանում ես, ստեղծում ես մի կառավարման մոդել, մի համակարգ, որտեղ դու պետք է ապրես։ Ու գնալով, շատանալով, հիմա եթե 27 օրում 1500 հոգուց ավել ենք դարել, մյուս ամիս կդառնանք խոսքի 3000։ Ես էլ էդի քիչն եմ գցում։ Այսինքն այն հետո կդառնանք 4500 երրորդ ամիսը։ 4-րդ ամիսը 6000, 8-րդ ամսում կդառնանք 10000, ու այդ 10000-ը արդեն կդառնա մի հատ հզոր ուժ։ Այդ 10000 հոգու բանականությունը, որ մտնում է մի հարթակ, համախմբվում է, դա դառնում է մի հատ հզոր ուժ, ու ինքն արդեն սկսում թելադրելը, ինքը փոխում է խաղի կանոնները, ինքը արդեն մեր քաղաքական դաշտում այդ 10000 հոգին իրականում փոխում են խաղի կանոնները։ Կարելի ասել ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում կփոխեն խաղի կանոնները հետագայում։ Բայց Հայաստանում այդ 10000 հոգին կստեղծեն իրանց քաղաքակիրթ կուսակցությունը։ Այսինքն հասարակությունը կստեղծի իր կուսակցությունը։ Ու ինքը կգնա ընտրությունների։ Ընտրությունների միջոցով ժողովուրդը կընտրեն իրանց, որոնց գիտեք ինչի կընտրեն, որտեղ իրենք արդարության ինչն են, ուղորդներն են, ովքեր տանելու են հասարակությանը իրանց հետևից։
Իրանք հիմքն են դնելու արդարության, այդ 10,000 հոգին արդեն օրինական են մտնելու։ Ու կդառնան 100,000։ Այդ 100,000-ն էլ արդեն իշխանությունը կվերցնեն իրանց ձեռը։ Հասկանում եք տարբերությունը ինչա դառնում։ Դու դառնի մի տարուց, 2 տարուց, թեկուզ 3 տարուց։ Այսինքն գաղափարը ինքը իրան սեն զարգանալով կգնա։ Ստե ես կապ չունեմ էլ։ Սենց գաղափարի ուժը կապ ունի, որը նա ինչ անում։ Այսինքն ստե ստեղծում է մի գործիք, որի անունը վիրտուալ խորհրդարն է։ Նա քաղաքացիները օգտագործելով այդ գործիքը վիրտուալ խորհրդարանը տալիս է նրանց իշխանություն։ Այսինքն իշխանությունը վերադարձնում է ժողովրդին։ Դրա համար ես համարում եմ, որ սա անխուսափելի է։ Այս ամբողջ ժամանակահատվածը, որ ցույց տվեց այս 28 օրը, 27 օրը, ես իրականում տենում եմ, որ սա անխուսափելի է։ Որտեվ առաջի հերթին, որտեվ 99% մարդկանց ուզում են փոփոխություն։ Ոչ մեկ չեն ուզում այս համակարգում ապրեն։ Որտեվ սա իրենց համակարգը չի, իրենց պահանջներին չի պատասխանում։ Հենց դա է հիմքը դառնում առաջինը, որ իրանք ուզում են փոխել։ Ու իրանք փոխում են այն համակարգին, որը որ իրանք են կառուցում։ Այլ ոչ թե տալիս են արհեստական արտաքին աշխարհից կամ որևէ տեղից բեկալում են այդ համակարգներ են դնում, չէ։ Սա հենց իրանք են կառուցում այդ համակարգը։ Հենց ֆունդամենտալ փոփոխությունը դրա մեջ է, որ մարդիկ իրանց համակարգներ են դնում իրանց կառավարման մեջ, ու որտեղ ուզում են ապրել։ Սա մեծ հեղափոխություն է։ Սա մտքի հեղափոխություն է, սա ոչ թե քարուք հանդ անելու, ես իմ ճանապարհներ փագի, շուռ տանանդեք հանդեն խփեն, ոչ, սա քաղաքակիրթ հեղափոխություն է, որտեղ մարդիկ քաղաքակիրթ ձևով յուրաքանչյուր հարցը լուծելու են։ Յուրաքանչյուր։ Ես ձեզ ցավը տանեմ։ Մենք հաղթելու ենք։ Մենք հաղթելու ենք, դա անխուսափելի է։ Սա անխուսափելի է։ Հարգում եմ ձեզ, բոլորից հարգում, սիրում եմ։ Ինչ ասեմ էլ։ Ժամանակ է պետք ու համախմբել։ Ու կուզենամ, որ ամեն մեկդ, ամեն օր մեկին պատմեք այս գաղափարը։ Ցույց տաք այն ուղղությունը, որ մարդը կարողանա մտնի, հասկանա ինչ է կատարում։ Այսինքն, եթե անծանոթ մարդ է, այդ անծանոթ մարդուն ասես մենք լսի, ես քեզ հետաքրքիր բան կպատմեմ, որը կփոխի քո ամբողջ կյանքը։ Այս մարդը կասի, ինչ է։ Ասա մտնում ես այստեղ, այս վիրտուալ խորհրդարան, ու գնում ես քվեարկությունների բաժին։ Ու ասա քվեարկի, քեզից բան չի հետո, քվեարկի ու կարդա։ Ինքը դեմոտարապես 200 հատ հարց է։ Ինքը մոտ հա ժամանակ է, ճիշտ է, կարող է ինքը մի քանի ժամ հետի տևի, բայց ինքը որ կարդաց այդ ամենը, իր կյանքը ֆունդամենտալ կփոխվի։ Ինքը կլսի ժողովրդի ձայնը։ Դե ժողովուրդը ինչ ասում, ինչ է ուզում։ Ինքը կտենա ժողովրդի որոշումները կայացնում։ Ինքը կտենա ինչ պահանջներ է ներկայացնում ժողովուրդը։ Ինքը կտենա ինչ է կառուցում ժողովուրդը։ Ու ոնց է ապագան իրա ծրագրավորում։ Դրա համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդու, որ մտնի գաղափարը հասկանա, առաջին հերթին վիդեոները չնայի, այլ քվեարկությանը մասնակցի։ Երբ որ ինքը մասնակցի քվեարկության, ինքը կհասկանա գաղափարը։ Հենց ամբողջ գաղափարը վիրտուալ խորհրդարանի, դա իր քվեարկություններն են։ Դա է իր ուժը։ Դա է իր հզորությունը։ Դրա համար օրեցօր մենք շատանում ենք։ Ինչքան մարդ կարողանաք ավելացնեք, այնքան մարդ մենք ավելի շուտ կհաղթենք։
Դրա համար այս ամենը բոլորից է կախված, ձեր ցավը տանեմ։ Եթե ամեն մեկը մեկին բերի, նայեք, եթե 1500 եք, եթե 1500-ը ամեն մեկը մի հոգու, նայեք, ինչ եմ ասում, եթե դուք 1500 եք, ամեն մեկը մի հոգու ամեն օր բերեք, մենք ամենաուշը միջև մի շաբաթը կդառնանք 10,000 հոգի, չէ՞։ Այդ 10,000 հոգին էլ ոչ մեկ չի կարա անտեսի, արդեն համ թոշակները կբարձրանա, համ մենք կորոշենք ոնց կլինի ապագան մեր։ Դրա համար եմ ասում, ձեր ակտիվությունից է կախված մեր հաղթանակը, յուրաքանչյուրիդ ակտիվությունից, եթե յուրաքանչյուրդ հասկանա գաղափարը ու մասնակցի այս գաղափարի կառուցմանը, մենք շատ արագ այս հարցերը արագ կլուծենք։ Ու մեր կյանքը ավելի բարեկեցիկ կդառնա, ու ինչքան գնա, այնքան կլինի ավելի լավ է։ Բա ժողովուրդ ջան, այդքան բան։ Ես ձեր ցավը տանեմ, կտենակ, որ լավ արնելու, ես չեմ կասկածում դրանի, որտև այդ ամեն ինչը դուք ձեր ձեռքերով եք կառուցում, հասկանում եք։ Ես որ իմանամ, ես մենակ եմ, ես պետք է մենակ անեմ այս ամենը, շուրջ տան փոխեմ, բան, չէ։ Այդ վաղ հա կասեմ ես մենակ եմ, սենց է, կարող ալնի, կարող չլինի, բայց ես որ տենում եմ, ես չեմ այս ամենը կառուցում, այլ դուք։ Ես դրա համար վստահ եմ, ձեր համախմբված ուժը անհաղթելի է։ Ոչ մեկ ձեզ չի կարող հաղթի։ Հենց խնդիրը դրանում է։ Ձեր ուժը դրանում է, ձեր համախմբվածության մեջ է։ Դուք համախմբվում եք ու քաղաքակիրթ ձևով բոլոր խնդիրների լուծումն եք տալի։ Բան։ գրեք հարցեր, գրեք ձեր անունը, գրեք ով որ առաջի անգամը, ով որ արդեն գաղափարը հասկանում է, ուր ենք, ինչ ենք անում մենք, ինչ ուղղության վրա ենք, այդ ամենը գրեք։ Գրեք ձեր ցավը տանեմ, ինչքան կարաք գրեք, պահանջեք, սա հենց այդ է, վիրտուալ խորհրդանը, ձեր ձայնը բարձրացրեք, ամենակարևորը դա է, եթե ձեր ձայնը բարձրացնեք, ձեզի ոչ մեկ չի կարա անտեսի, ձեր ուժը հենց դրանում է, որտեղ դուք ձայն ունեք, դուք քվե ունեք, դուք որոշող եք, բա, չեք գրում է ախր, այսինքն չգինեմ, կարող է կապը թույլ է դրանից է, բայց որ գրեք ավելի հետաքրքիր կստացվի մեր իրար հետ խոսալը, թե երբ կհասնենք այդ հաղթանակին առաջին, ես համ անհամբեր եմ, համ գիտեմ, որ դա հենց արջևն է մեր, համ էլ շատ ուրախ եմ, որ դա տենց արնելու։ Ես իշխանության հետ ինչքան խոսում եմ, դռները իմ դեմը փակում են, չեն ուզում ինձ լսեն։ Գնացի, որ ներկայացնեմ այս ամենը, ինձ 20 հոգի միլիցով հանեցին, չհասկացա ինչի, ես իրավունք չունեմ խոսամ, յուրաքանչյուր մարդ ու իրավունք ունի իր կարծիքը արտահայտի։ Ես գիտեմ ինչի անեն, որտեղ իրանց իշխանությունն են կորցնում, ստեղծում է ժողովրդի իշխանությունը, դրա համար։ Իրանք իրանց հացից են զրկվելու, բայց դե ինչ անենք։ Ոչինչ, թող մի 5 հոգի զրկվի հացից, բայց հանուն համայն ոչ թե հացից կզրկվի, այլ կապրիլնես ոնց որ բոլորն են ապրում, էլի։ Ես չեմ ասում ինչ կլինի, այսինքն բոլորի համար լավ կլինի, ոչ թե մի երկու հոգու համար։ Եթե բոլորի համար լավ եղի, այդ նշանակում է դա բոլորից հաղթանակն է, չէ՞։ Բա ժողովուրդ ջան, ինչ ասեմ էլ։ Շուտով։ Դրա համար ամեն օր մեկին բացատրեք, պատմեք։ Ամեն օր որ մեկին բացատրեք, պատմեք, այս արագությունը ավելի կարողանա։
Մենք ավելի կմեծանա, շուտ կհասնենք։ Դե լավ ձեր ցավը տանեմ, այսօր հերիք հա։ Հետո էլի կխոսանք։ Ակտիվ մասնակցեք, քննարկեք, մեկնաբանեք, յուրաքանչյուր քվեարկության հարցերի տակ, եթե մի բան անհասկանալի է, գրեք, հարցեր տվեք, սկսեք իրար հետ խոսալը, դա շատ կարևոր է։ Սկսեք, իրականում սկսեք։ Սա է մեր ապագան, ձեր ցավը տանեմ։ Դե լավ եղեք։